Այս անցած խորհրդանական քննարկումների ժամանակ Վահագ հայտնի անտռուսիկը նրան արդեն ցես կարանք ասենք, որ ասма ունեցել եմ։ Ձեր ասելու վրա է գժվար։ Խորացել, հա, ունեցել եմ ասма, դուք չեք տվել, բայց ես ունեմ։ Արա որ պետություն չի տվել, ո՞ր ես ունե։ Ում հագինն է զանակ։ Տեսնում ասма ինչ ասեմ, մենք էլ ասեցինք այդ հագահիգենիկ վիճակին վերջ տվեք, թողեն ինչ էր անում Մարիամ։ Գագիկ Մելքոնյանը թող գնա հրապարակային ստուգի, որտեղ ինքնա չէ գողացե։ Այո։ Հա։ Իրավախտ է ծառա, բայց ընդ ուրիշ բան է կա է։ Ինչա։ Ես չգիտեմ, ասելու չեմ, մարդնեղության մեջ եմ, չգիտեմ։ Ո՞վ է։ Դրանց εμείς Վարդան Ղուկասյանը։ Բայց դրա ծառայության վախտենի բանո ռազմական ոստիկանությունում է, չէ՞ աշխատել։ Հա, նա է գողացե։ Գողացե։ Վայ մամա ջան, այնի չի։ Նա որ տենա, որ այդ վիճակում գտնվող զինվոր կա։ Այդ արդեն մի բան արեք, այդ։ Բա, իր ծառայության վախտել է։ Խոսքով։ Այսուր եք խորացել, փաստորեն հասկացա, ես էլ մտածում էի, պարոն Ղազարյան։ Հա։ Դրա համար տենց սրտին նստել է այդ թեմայով հենց խոսում եմ։ Ու ինչ ասում, ասում է, որ այն ժամանակ դուք զինվորներին բան չեք տվել, հագուշ չեք տվել, ներքնաշոր չեք տվել, նասկի չեք տվել, դղիակներ եք առել հարստություն եք, ու գնացել եք կազինոներում խաղացել եք։ Հիմա ուշադիր, տեղեկանք Վահագ Ալեքսանյանի եւ բոլոր ՔՊ-ականների համար։ Երևան քաղաքի բոլոր թաղամասերում, ել չեմ ասում Փեթակի տոնավաճառում, ել չեմ ասում Մալացիայի մեծ տոնավաճառներում, կան ամեն թաղամասում կա մի քանի հատ զինվորական հագուստի խանութներ։ Զինվորական հագուստի խանութներ կան Հայաստանի բոլոր քաղաքներում, հատկապես որտեղ կան զորամասեր, այսինքն հնարավոր չի։ Ենթադրենք մի հատ քաղաքում Սիսիանում լինի զորամաս, Վայքում լինի զորամաս, ընդ հագուստի զինվորական հագուստի խանութ չլինի։ Հիմա ցանկացած մարդ, ով գնա այդ հագուստի խանութ, կարա տեսնի, թե ընդ ինչ են վաճառում։ Այնտեղ վաճառում են նասկի, մայկա, տրուսիկ, պաճաշկա, զինվորական տարբերանշաններ, զինվորական համազգեստ, բացինկա, ռեմեն, հարց։ Հայ հաստավիս, ովա դա։ Այսինքն եթե այդ խանութները կան, չեն փակվում, նշանակում է ունեն հաճախորդ։ Պահանջարկը կա։ Ավելին, Facebook-ով ասենք, հեսա սկսի ամառային զորակոչը, չէ՞։ Այս խանութներից մեկը գրելու է, ընդհանրենք Զամպալիտ խանութը, այս խանութ եմ ասում, որ դες չկա էլ այդ անունը, բայց ունի շանուր ասենք կամբատ կա, չգիտեմ ինչ։ Զամպալիտ խանութը առաջարկում է ամառային զորակոչի համար զեղչեր։ Զինվորի հիգիենիկ պարագաների փաթեթ ու նկարներով դրած է գներով։ Ատամի խոզանակ, ատամի մածուկ, տուալետի թուղթ, սաներ, սափրվելու պարագաներ իրա տուփով, զինվորական համազգեստներ։ Հիմա հարց, ով է դա առնում։ Բնականաբար, եթե դա ծախում են ու առնող կա, Կոնջոյան, մեծ այսօր փրթում էին, հաչում էին։ Դե սրիկա, պատասխանի ես հարցին, ում համար է դա։ Եթե գող ու թալանչի չեք, բանակը ավիրել եք ու հիմա էլ թալանում եք։ Դե Կոնջոյան սրիկա, դե պատասխանի ես հարցին, ում համար է շատ ճիշտ հարցադրում է, ում համար է այս խանութները։ Այդ նշանակում է, եթե դուք ապահովում եք զինվորին։ Առնող ունի, նշանակում է դրա առնողը զինվորի ծնողն է։ Այսինքն գողացել է։ Հիմա հարց, զինվորի ծնողը անասուն, որ իր երեխուն զորամասում այդ ամեն ինչը տալիս են, բայց ինքը առնում է տանում է։ Պարզա որ ինքը առնում է, որովհետև ստիպված է սրտացած ծնողը, այո։ Որովհետև իր բաժինը տա։ Որովհետև Կոնջոյան գողացել ես, լավ լսի, սրիկա գողացել ես որովհետև։ Թող վերջում է ասել, չէ, գող են իրան։ Հայ գող է, բայց թողել էլի բան կա, էլի ասելու։ Այդ ինչ էլի են բան գողացել։ Հա, բա ասում եմ։ Հիմա ասենք թե այդ ամեն ինչը եթե զինվորին տալիս է, մի հատ համազգեստ տալիս են, չէ՞։ Հիմա այսքան զինվորի ծնող կա, ինձ լսում է, չէ՞, հնարավոր չի դա սա։ Ուրեմն այդքան ծնող ինձ լսում է, չէ՞։ Իրան զավակին, իրան զինծառայող զինվորին տվել է պետությունը մի հատ համազգեստ։ Մի շաբաթ 10 օր հագնելուց հետո այդ համազգեստը պիտի լվացվի, չէ՞։ Այդ լվանալու ժամանակ զինվորը ինչ պիտի հագնի։ Երկրորդ համազգեստ։ Այդ երկրորդ համազգեստը պետությունը զինվորին չի տալի։ Այդ երկրորդ համազգեստը տալիս է զինվորի ծնողը։ Ընդ որում, երեխան որ նամակագրում իր հորն ասում է պապի համար նոր համազգեստ կառնես, ասում է բելարուսական չառնես, այս ինչ չառն է, որովհետև դրանք մի քիչ լավն են։ Աֆիցերներն են հագնում, որ զինվորների հագին տենում են, շարքի մեջ ճղում հանում են։
Ես լսել եմ որ անգամ ասում են տուր ինձ։ Այսինքն, եթե հանկարծ ծնողը չիմանալը, ուղղակի երեխան ասել է մի հատ ֆորմա կբերես։ Մտել է խանութ ասել է մի հատ ֆորմա, այն էլ ասել է որ ասել է երեխուս համար լավ առնեմ։ Տանի կարող է պարզվի որ հակառակ երեխուն գցել է փորձանքի մեջ։ Այս հիմիկվա բանակն է իրանց։